Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր մի փոքր խառը աշխարհագրություն է սպասվում մեզ։ Շնորհակալ եմ կիսվելու, հավանելու եւ չհայհոյելու համար։ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, այսպես ասած, գաղտնի կապի մասին խոսում են դեռևս 2018 թվականից։ Մեր հասարակության մեծ մասը կարծում է, որ Նիկոլին հենց Սերժն է իշխանության բերել։ Ինչքան էլ չուզենանք հավատալ, սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում։ Պետական ապարատը լիքն է Սերժ Սարգսյանի կադրերով, համայնքներում վխտում են Սերժի թալանչի կադրերը, անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը։ Ընկերներ, շատերդ եք ճանաչում հանրապետական նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ գիտեիք, որ նրա հորեղբոր որդին այս պահին հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ասում են կրտսեր Տարոն Մարգարյանը ահագին մեծ կարողության տեր է, խոսում են, որ նա Ծաղկաձորում ունի հյուրանոց, մի շարք անշարժ գույքեր, որոնք ըստ տեղեկությունների այլ անձանց անուններով է գրանցված։ Վարում է X6 մակնիշի մեքենա 88888 պետհամարանիշով։ Իդեպ ընկերներ, մեր կրտսեր Մարգարյանը եղել է քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը։ Ասում են, որ որոշ պայմանավորվածությունների արդյունքում հայտնվել է վերահսկողության ծառայության պետի պաշտոնին։ Իդեպ, Տարոն Մարգարյանի հորեղբոր որդուն պաշտոնի է նշանակել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, Հայկ Մարությանը Մալայան ակնաբուժական հիվանդանոցի մոտ հսկայական շինություն է ձեռք բերել, ու կրկին այդ նույն օդում կախված լուրերի համաձայն այն գրանցել է ընկերոջ Մուշեղ Հակոբյանի անունով։ Հուսամ պարոն Հայկ Մարության, ձեր մարզային այցերից մեկում կխոսեք սրա մասին եւ օդում կախված լուրերը կմեկնաբանեք։ Պարոն դերասան Հայկ Մարության, եւս մեկ հարց ձեզ, պաշտպանության փոխնախարար նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ ինչ հարաբերություններ ունեք։ Երբ եք վերջին անգամ հանդիպել։ Եթե հանդիպել եք, ինչ եք քննարկել։ Արդյոք վերոնշյալ շինարարության թույլտվությունը տվել է ձեր հետնորդը Հրաչյա Սարգսյանը, թե ինչպես է ստացվել, որ Կարկառուն հանրապետականի եղբայրը հայտնվել է ՔՊ-ի շարքերում, թողնում եմ ձեր երևակայությանը։ Ընկերներ, իսկ դուք հնարավորություն ունեք վարելու թանկարժեք մեքենա, թանկարժեք պետհամարանիշներով, տարին մի քանի անգամ եվրոպական երկրներ շրջագայեք։ Վստահաբար մեծամասնությունը չունեք նման հնարավորություն, իսկ նորաթուխ շատ պաշտոնյաներ ունեն։ Դրանց թվին է դասվում արտաշատցի Ալինա Ռաֆայելյանը։ Իդեպ այս գեղեցկադեմ տիկինը հանդիսանում է Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր բաժնի պետը։ Ասում են 02 DD002 պետհամարանիշներով գերթանկարժեք մեքենայով երթևեկող տիկինը Երևանի Արամի էլիտար փողոցի վրա ձեռք է բերել շքեղ բնակարան։ Խոսվում է, որ այլ նորակառույցներում եւս ձեռք է բերել բնակարաններ։ Իդեպ այս տիկինը կարճ ժամանակով աշխատել է նաև Երևանի գերեզմանատների սպասարկման կառույցում որպես փոխտնօրեն։ Ընկերներ, իդեպ այս տիկինը դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ եւս տարբեր պաշտոնների է նշանակված եղել։ Ընկերներ, հիմա մի փոքրիկ անդրադարձ էլ կկատարեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի համայնքապետ Խաչիկ Վարդանյանին, ում մասին արդեն իսկ խոսել եմ։ Զգուշացնեմ նրան, որ շաբաթ օրը մեծ թողարկում է նվիրված լինելու իրեն։ Եթե մինչև շաբաթ նա հողակների աշխատողների 3 ամսվա աշխատավարձը չտա, ահագին թեժ կլինի։ Պարոն համայնքապետ, վստահեցնում եմ, եթե շարունակեք ապօրինությունները եւ նման պահվածքը, ապա մեր խոսակցությունը ձեր հետ այդքան էլ հաճելի չի լինի ձեզ համար։ Ձեզ 2 օր ժամանակ, որպեսզի աշխատակիցները ստանան իրենց հասանելի աշխատավարձերը։ Ընկերներ, ձեր անմիջական միջամտությամբ կարող ենք երկիրը մաքրել թալանից եւ թալանչիներից, բայց դրա համար պետք է մենք գիտակցենք, արդյոք ցանկանում ենք լավ երկիր ունենալ, արդյոք ցանկանում ենք արժանապատիվ կյանքով ապրեն մեր երեխաները։ Եթե այո, ապա գիտակցաբար մերժում ենք նախկին եւ ներկա բոլոր ռեժիմներին։ Շնորհակալ եմ ձեզանից վստահության եւ աջակցության համար։ Մենք ենք հայը, միասին անելու ենք հայի հեղափոխություն։ Կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր հայը։